Սիրային կախվածությունից եմ խոսելու, որովհետև բազմաթիվ են նամակները, որտեղ մարդիկ գրում են, որ ես գտնվում եմ սիրային կախվածության մեջ, ոչ մի կերպ չեմ կարողանում դուրս գալ, ես սիրում եմ, գժվում եմ այդ մարդու համար, տվայտվում եմ, դեպրեսիայի մեջ եմ, իմ կյանքը իմաստ չունի եւ այլն։ Ուրեմն հարգելիներս, վաղուց արդեն գաղտնիք չէ, որ սերը դա ոչ թե զգացմունք է, այլ քիմիական ռեակցիա, քիմիա են, չէ ասում, եւ դա առաջին անգամ ապացուցել է Արթուր Արոնը, հոգեբան, հոգեթերապևտ։ Նա նաև ապացուցել է բազմաթիվ ուսումնասիրությունների միջոցով, որ մենք սիրում ենք ոչ թե տվյալ մարդուն, այլ մեր իսկ ստեղծած պատկերացումը նրա մասին։ Ինչ ասա նշանակում, երբ մենք մարդուն շատ ենք իդեալիզացնում, այսինքն այնքան լավն է, նա իմ երկրորդ կեսն է, ես հազիվ գտել եմ այդ մարդուն, այսինքն խոսքեր ենք ասում եւ ինքներս մեզ հավատացնում ենք դրանում, մենք ավելի եւ ավելի ենք, այսպես ասած, սիրում, ունենում քիմիական ռեակցիաներ մեր ուղեղում, մեր օրգանիզմում եւ հետո երբ ինչ-որ մի բան չի ստացվում, շատ ուժեղ կախվածություն ենք ունենում, այսինքն մենք մեզ գցում ենք մեր իսկ ստեղծած թակարդի ծուղակի մեջ։ Հիմա ինչ է հարկավոր անել, հարկավոր է պարզապես այդ իդեալը, այդ պատկերացումը վերացնել մեր մեջ, որպեսզի մեր կախվածությունը վերանա։ Երբ որ մարդու մոտ սիրային կախվածությունը վերանում է, այլևս այդ մարդը իր համար չի դառնում իդեալ, մարդը ասում է, այ մարդ, ես ոնց կարայի սրան սիրեի, մի անգամից այդ պատրանքը վերանում է այդ իլյուզիան, ու նորից, եթե նորից է սիրառում նույն ուժգնությամբ ինքը, չգիտես ինչի որոշում ան, որ նա իր երկրորդ կեսն է, նա միակն է, այլևս այդպիսին չկա եւ նորից կախարդական շրջանակի նման այս մարդը չի կամ իր սիրուն գտնել։ Հիմա ինչ պետք է անել։ Նախ ով գտնում է սիրային կախվածության մեջ, դադարեք իդեալիզացնել տվյալ մարդուն։ Կարող է դուք վիրավորված եք, կարող է դուք ուզում եք վրեժ խնդիր լինել, բայց դուք նրան որպես իդեալ եք պատկերացնում, չկա նրա նման, չկա քիզի նման, դու միակն ես, վայ, ոնց դու ին վրա ուշադրություն դարձրեցիր, հիմա ինքը իր համար այնտեղ քեֆ ուրախություն է անում, ես էլ ստեղ տանջվում եմ, ինքը այդքան լավն է, հասկացեք, որ ինքը այդքան լավը չի, դուք եք իրան սարքել, ստեղծել այդքան լավը, դադարեք այդպես մտածել այդ մարդու մասին, նա սովորական մարդ է, ձեր նման, սովորական մարդ է, նա իդեալ չի, իսկ եթե այնուամենայնիվ չի ստացվում, ես դեկտեմբերի ուրեմն 20-ից սկսում եմ տրեյնինգ եմ անում մեկ օրվա, ինչպես ազատվել սիրային կախվածությունից, համեցեք, վստահորեն ասեմ, որ կարող եմ ձեզ օգնել եւ նաեւ Արթուր Արոնը ապացուցել է, որ 20 րոպեվա ընթացքում հնարավոր է ազատվել սիրային կախվածությունից, ես վստահ եմ, որ դու կարող ես։